Ողջույն սիրելի հետևորդներ, հուսով եմ շատ լավ եք։ Այսօր մեզ մոտ այնպիսի ընտիր եղանակա, տանը մնալը հանցագործություն է։ Դրա համար որոշել ենք այսօր ամբողջ օրը դուրս ենք անցկացնելու, մինչև 26 աստիճան բարձրանալու է ջերմաստիճանը, այնպես որ շատ տաք է լինելու, չարժե որ տանը մնանք։ Ընկերուհիներով գնում ենք այգի, նոր այգի է ինձ համար, առաջին անգամ եմ լինելու, ընկերուհիներս եղել են ու շատ են հավանել, դրա համար երկրորդ անգամ են կազմակերպել գնալու, այս անգամ ես էլ եմ միանալու իրանց։ Հիմա պատրաստվում ենք, որ դուրս գանք, հեսա գնանք ներս, տեսնենք ինչեր ենք դնում, որ հետներս տանենք, բայց մինչև գնալը իմ հատուկ ողջույնները այսօր գնալու են քաղաք Աբովյան մի բալիկի, որը ապրում է Աբովյան քաղաքում, անունը Սպարտակ, ու ծիտիկները իմ ականջին հասցրել են, որ նա ոչ մի տեսանյութ բաց չի թողնում, ու նույնիսկ ինձ շնորհակալություններ ա փոխանցել։ Սպարտակ ջան, փոխանցածդ շնորհակալությունները տեղ ա հասել, ապրես որ տենց մշտապես հետևում ես մեզ, պաչիկներ եմ քեզ ուղարկում, բայց ինձ ասել են նաև, որ Ցողինեն ու Էլենն են ինձ հետևում, իրենք ընկերներ են, երեքներ, այնպես որ այս ողջույններից կմիացնեմ նաև Ցողինեի ու Էլենի ողջույնները, երեխեք ջան, շատ ապրեք, որ մշտապես հետևում եք, փաստորեն լիքը փոքրիկ հետևորդներ էլ ունենք, հուսով եմ ողջույններս կուրախացնի ձեզ։ Իսկ այս պաչիկները Ցողինեին եւ Էլենին։ Ինչ ենք մեզ հետ վերցնելու այսօր։ Երեկոյան ու ժամի, այսինքն համեղ խաչապուրիներ եմ թխել, մի քանի հատ կթողնենք տանը տղաներին, մնացածը կվերցնեմ, այստեղ մրգեր եմ պատրաստել, բայց երևի չեմ կտրատի, այստեղ այսպիսի հարմար բան ունեմ, ճանապարհային, սենց տեղ չի գրավում, այդտեղ բացում ենք ու մրգերը կտրատում լցնում եմ մեջը, այսպես, դե դանակ, անձեռոցիկներ, կանֆետներ չհալվող, շոկոլադ բան չեմ վերցնում, որովհետև շատ արևա կհալվի։ Այստեղ սուրճ, բավականին մեծ տարողունակություն ունի, մենք էլ շատ ենք, ամբողջը կպատրաստեմ, որ գոնե 2 անգամ հասցնենք խմենք։ Բաժակներ, սուրճի եւ սոկի, ջրեր, ամուսնուս մեքենայից էլի կվերցնենք, սրանք ուղակի սառնարան դրեցի, որ սառը լինի։ Այստեղ վարունգ ու մի քիչ արևածաղիկ եմ վերցրել։ Այստեղ սա մեր սեղանն է, ուտելիքներն ենք դնում սրա վրա, սա նստելու համար։ Սուրճը վերջին վայրկյանին կպատրաստեմ, որ տաք մնա, չնայած տերմոսս լավ տաք է պահում, բայց ամեն դեպքում դուրս գալուց առաջ կլցնեմ։ Ես պատրաստում եի այնպես, ինչպես սովորաբար անում եմ այգի գնալուց, բայց բանից պարզվեց, որ այս ամենը ընդհանրապես պետք չէր։ Մենք գնում էինք տարեդարձ նշելու, որի մասին ես չգիտեի։ Շաղլոտս այսօր մեզ հետ չի, ընկերուհիներով գնալու են խաղասրահ ուրախանալու, շատ ափսոս, որ այս լավ եղանակը բաց է թողնելու ու մեզ չի միանալու։ Թռի, ուճուրիկ։ Տեսեք, այ իսկական ընկերուհին սենց ա լինում։ Ռուկզակս գողացել է ու տանում է։ Այսենց օգնում է իր ընկերուհուն, հələ։ Մի փակեք ձեր գեղեցիկ դեմքը։ Չէ, կյանք, դու գող չես, դու հասնող ընկերուհի ես։ Հետ եմ անում։ Հա։ Ժակը մեզ տարավ մանկություն։ Ինչ լավ եղանակ է։ Ճանապարհին մեզ միացավ Մարիամը, իմ ընկերուհին, իսկ ճանապարհի ընկեր, ուր ասես կարելի է գնալ Մարիամի հետ առանց մտածելու։ Պարզվում է, մենք այսօր ծնունդ ունենք ու այս պարտիզանը չի ասել, որ ծնունդ ունենք, ու սենց դատարկ ձեռներով մենք խայտարակ լինելով, ծափ տալով պետքա գնանք ծնունդ։ Ով է պատասխան տալու դրա համար։ Մարիամիկը։ Հիմա ինչ գլուխս կողմից։ Գլուխս կախ, պետք է ես գնամ այդ աղջկան շնորհավոր եմ, ինչ անեմ։ Բոլորի կողմից։ Ինչ հավես տեղ է։ Հա կարա։ Կարաս։ Այդ արևոտ տեղ չի փրել տերեխեք։
Լավ է, շատ մարդ չկա ստեղ։ Հավես տեղ է։ Մամա սակնացնես ուրնա դնեմ։ Չէ, հելն արեքսելի։ Ստեղ այլ։ Սնգուտ։ Այս վերևը։ Ինչ հավես է։ Հենց պատմի։ Մեկանգնի։ Հանիր։ Շումիկ։ Այս ինչ սիրուն նստարան եք գտել, ստեղ նստել եք։ Քանի բոլորը չեն եկել, եկեք գնանք, ես ձեզ ցույց տամ, թե այստեղ ինձ սիրուն խաղալու տեղեր կան, համ ես տեսնեմ, համ էլ ձեզ ցույց տամ։ Ես էլ եմ առաջին անգամ դե ասեցի արդեն։ Բրուսելի հարստությունը, երեխեք, այս իրա այգիներն են։ Այս են սիրուն հարմարավետ երեխեքի համար խաղալու։ Գնա սիրտս։ Շատ մեծ է։ Ոչինչ։ Լավ, հլա այ տեսնենք ինչեր կան նոր։ Հա։ Ստեղ սենց ճոճանակ կա։ Սղարան կա։ Տես ինչ հավես ճոճանակ է։ Համովս։ Ահն, տեսնենք, ընդեղ էլ էլի ճոճանակներ։ Լաբիրինթ է, գնա։ Դուր ես հասել։ Գնալու անդեղ սղար։ Այնու։ Վաու։ Շատ հավերերի ուզում։ Գնա մի հատ էլ արա։ Շատ լավ է։ Մի հեպար։ Առաջ որ փոքր էր, սենց բաներից վախենում էր, ինչև ես վերջերս, ինչ եմ ասում փոքր, հիմա ռիսկովացել է ոնց որ տեսեք, գնում է։ Գնա, սիրտս։ Վաու։ Հա։ Ճոտ։ Բաց ճաճարես։ Բարգիշեր։ Զարթնես կգաս։ Հա։ Անի մուշվա։ Փոքրիկ տեղ է, բայց հավես է։
Դե գնացինք։ Տատի ջան, բայց ինչ ես ես փոքր մնացել։ Հը? Չգիտես։ Շատ ես բուջուրացել, մտել ես տատի։ Շակլին մենակ դու։ Այդ տենց արի տենց հանելով գնանք տատի հենց մոտ։ Գնանք տենանք ինչ են ասում։ Կարինե այսօրվա հոբելյարն է, որ չծնվեր հոմենք ուրախացողը չէինք, Կարինեն այսօր դարձավ 44 տարեկան, մենակ ձեզ եմ ասում, մարդ չիմանա, թե չէ Կարինեի ձեռքից չեմ պրծնի, դե հո բոլորս էլ գիտենք, որ կնոջ տարիք չեն ասում, հա գիտեմ, չեն հարցնում, բայց դե տեքստիս համար էսպես էր հարմար, որ ասեի, ապրես, հոբելյարն ա մեզ հյուրասիրում, տեսեք, փոխանակ մենք հոբելյարին հյուրասիրենք, ինքն ա մեզ հյուրասիրում Բանը բերներ բերել ես մեզ։ Հա, ես դու ես ծխել, թե պատրաստի է։ Այ աղջիկը սենց պտին, հիլը տեսեք, ինչ ախորժելի տորդ հա թխել բերել։ Բա մարդ իրա ծնունդին տորդ կթխի, ասեր տորդն էլ մենք կթխեինք։ Մի հատ սրտիկ Մայրամի կողմից։ Մի հատ խաչապուրի Կարինեի կողմից։ Այսպես սաղից մտքով խաչապուրի այսօր ասիրում։ Շնորհավոր! Կարինե, շնորհավոր! Հələ բանարը ես եմ։ Շատ պատրա է։ Հələ բանարը ես եմ։ Շատ պատրա է։ Parce que je suis trop cramé, j'avance avec équipe armée, je m'organise comme si je mourrais jamais. Parելով, parելով։ Le ciel fait noir, ils font tous des petits pas, qui s'aperçoivent la guitare. C'est ça que toujours. Le night. Qui s'aperçoivent la guitare. Ասում ես մամաս հանկար չի մանա Մենակ մաման դա ոչ չի մանա Քեզ տավեն, 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 տավեն
սիրուն ծաղիկներ ենք տեսել, հիմա քաղում ենք տանենք նվիրենք Կարինեին։ Ահա։ Ար։ Հələ տեսեք ինչ սիրուն ծաղիկներ ենք հավաքել։ Գնացինք։ Թաքցրել ենք, որ չտենա։ Թաքցրածա, գնա։ Սիրուն սուրպրիզ, ապրեյ։ Սիրելի հետևորդներ, մեր օրը մոտեցավ իր ավարտին, շատ հաճելի ժամանակ անցկացրեցինք, ապրի Կարինեն, որ ծնվել էր, լավ ուրախացանք, պարեցինք, երեխեքը լավ խաղացին, տարբեր խաղեր կազմակերպեցին, նույնիսկ ջուր բերեցին ու ջրոցի խաղացին, մեզ էլ մի պահ իրենց հետ մանկություն տեղափոխեցին, մի խոսքով հրաշալի օր անցկացրեցինք, կարծում եմ Կարինեն դեռ երկար կհիշի իր այս ծննդյան օրը, մենք էլ իր հետ միասին, ինձ համար ամենանախընտրելի տարբերակներից մեկն է դրսում բացօթյա տարեդարձ նշելը, կարծում եմ ձեզ էլ էր հաճելի մեզ հետ, չգիտեմ, ենթադրում եմ, եթե այո, կիսվեք անպայման։ Մամի սլամ գալի։ Սիրելի հետևորդներ, ողջույն։ Երեք մեր օրը շատ լավ է անցել։ Կարծում եմ դուք էլ ինձ հետ համամիտ եք, որ իրոք լավ օր անցկացրեցինք։ Հերիք չի դրսում, մաքուրոտ, մի հատ էլ տարեդարձ, իհարկե անակնկալ տարեդարձ ինձ համար, բայց շատ հավես անցավ։ Ես ձեզ ասել եմ, որ Բրյուսելը շատ լավ այգիներ ունի, ընդհանրապես Բելգիայում շատ լավ այգիներ կան ու մենք հաճախ ենք լինում ու բոլորը հենց մի փոքր եղանակը լավ է լինում, արև են տեսնում, բոլորն արդեն այգիներում են, մենք էլ բացառություն չենք, այնպես որ շատ հաճախ կտեսնեք մեզ այս ամառային շրջանում այգիներում միասին լավ ժամանակ կանցկացնենք։ Այսօր մազերս ներկել եմ, սիրելիներս, այն իմ մշտական գույնն է, որով միշտ որ ներկում եմ, բայց այս անգամ մի փոքր այդ գունաբացող հեղուկը շատ եմ արել ու ավելի կարմրավուն երանգ եմ ստացել, որովհետև ինչպես գիտեք, ես կարմիր բոստեր էի խառնում իմ ներկին, որպեսզի մի քիչ սենց հագեցած կարմիր ստացվեր, բայց այս ինչքան ժամանակը այդ կարմիրը չկա վաճառքում, վերջին անգամ ինչ խնդիր ա եղել այդ ներկի հետ, այլևս չեն ստանում, բայց ասել են, որ կլինի, երկար ժամանակ սպասեցի, տեսա չկա, վերցրեցի, մի փոքր ավել լցրեցի ու իմ ուզած էֆեկտը ստացա, ու այսպես որ նայում եմ, դրսում բավականին էլ ինքը կարմրավուն երանգ ունի, այնպես որ էլ կարիք էլ չկա, որ մյուս գույնը առնեմ ու խառնեմ, ինձ թվում է։ Հիմա ինչ եմ ուզում ձեզ ցույց տալ, երեխեք ջան, եթե հիշում եք, ինձ համար ջեռոցի թավաներ էի գնել ու ասեցի, որ գնալու եմ մեծ չափսի կաթսայել գնեմ այս նույն ֆիրմայի, որովհետև որակը ինձ թվաց, որ լավն է, չգիտեմ, ընթացքում կհամոզվեմ ճիշտ էի, թե սխալ, ամեն դեպքում գնացի, կար, մեծ չափսն էլ գնեցի, այնտեղ տեղում որոշեցի նաև, որ ամենափոքր չափսն էլ կգնեմ, ինձ պետք էր այդ փոքրիկ չափսը, իմը ուզում էի արդեն փոխեի ու երեխեք ջան, սխալվեցի ճիշտն ասած, այդ փոքր չափսի հարցում, այնտեղը բոլորը սենց մեծ շարած էին ու այդ մեծ կաթսաների ֆոնին այս ամենափոքր չափսը աչքիս շատ փոքր թվաց։ Ասեցի մի փոքր մեծը լավ վերցնեմ, այդ մի փոքր մեծը պարզվեց ես այդ չափը ունեի տանը ու ինձ այդքան էլ պետք չէր, բայց էլ ալարեցի հետ տանեմ ու փոխեմ, ոչինչ, թող մնա կաթսայի շատը երբեք չի լինում, անավանդ էփող թափող մարդու համար միշտ պետքական է լինում, ուղղակի տեղի խնդիրն է։ Մի խոսքով, եկեք մի հատ նայենք,
ցույց տամ ձեզ, որովհետև ասել էի, որ գնեմ անպայման ցույց եմ տալու։ Եկեք ցույց տամ ու հետո դրա մեջ ամառային շատ համով տոլմա ենք այսօր պատրաստելու։ Եղանակին համապատասխան պատվերը Լորիսինն է։ Հիմա տեսնենք զոքանչը այդ պատվերի տակից դուրս է գալու, թե չէ, ասելա ինձ չրղայնացնեք, համերը տոչնի կբռնացնեք։ Մի խոսքով տեսնենք գլխներից ինչ է գալիս, կարողանում ենք պատվերը լավ կատարենք, թե չէ։ Այս փոքր չափսն է, սա էլ մեծը, հեսա երկուսն էլ կբացենք։ Տեսեք, սիրուն ձև է, համ ձևն է սիրուն, համ հարմար, չափսն էլ է լավը։ Իմ համարյա թե այս նույն չափսի է, փոքրը կուզեի, մեկ-մեկ լինում է, որ քիչ բան ունեմ պատրաստելու, բայց դե ոչինչ։ Տեղ ունենայի ամենապոճուրն էլ կառնել, բայց չունեմ էլ տեղ։ Մեծ չափսը միշտ պետք է գալի։ Ես սիրում եմ, որ սենց տեղը բոլ-բոլան։ Մանավանդ այս ամառային տոլմայի համար, որ ազատ լինի այդ բադրջանը, պամիդորը, որ սենց մեծ տեղ է գրավում, բիբարները, որ կարողանաց շատ դնել, որովհետև բանջարեղենները ուտվում է միշտ։ Այսօր սենց բավականին տարողունակ, այնքան մեծ է, որ ժողովուրդ կարելի է մեջը նույնիսկ լավ խաշ դնել, այդքան մեծ է։ Այ, այսպիսի համեղ տոլմայա ստացվեց։ Սիրելի հետևորդներ, մենք երեք համով կերանք այդ տոլման։ Լորոն իրա գնահատականը արդեն տվել է, բայց դե մեր հետևորդները Լոր ջան ուզում են անձամբ քեզանից լսեն։ Հավանել ես քո զոքանչի պատրաստած տոլման, թե չէ։ Հետաքրքիր է ուղղակի, էլի։ Այս անգամ լավ էր ստացվել։ Տարի թողեցի նույն դասարանը սովրա լավ։ Այս տարիքը փոխադրեմ ես իրան։ Հաջորդիկը կբերես նշանակեմ զոքով։ Հա տոլմես նույն դասարանում ես մնացել, սաթենիկը։ Փոխադրվում ես հաջորդ դասարան զոք ջան։ Շնորհավորում եմ տիկին Սաթենիկ։ Այո։ Դաժե ես կասեի մի դասարան կարաս թռցնես Լորո ջան։ Այդքան համով տոլմայից հետո արժե դաժե մի դասարան թռցնես։ Այ քանի տարի մնացել եմ ու դասարանը, 2 տարի առաջ։ Այ աստված։ Բրավո տատի ջան, այ տենց համարժեք պատասխան։ Այ կնիկ դու երկել ես իմացը չենք իմանում։ Գիրիկունները քեզ երկցնելու եմ ուրեմն։ Իսկ հիմա մենք սիրելիներս ուղևորվում ենք Հոլանդիայի Ռոտերդամ քաղաք, որտեղ ապրում է իմ դասընկերուհին ու սիրով հրավիրել է իմ ծնողներին իրենց մոտ։ Կգնանք շրջենք քաղաքը, անպայման գնալու ենք կուբիկ տները տեսնելու, կուբիկի տեսքով կառուցված տներ են, շատ հետաքրքիր, մտնելու ենք, ներսից տեսնելու ենք, այնպես որ եթե բաժանորդագրված չեք, հենց այս պահին արեք դա, չմոռանաք, որովհետև Հոլանդիայի մասին տեսանյութը արդեն դիտելու եք հաջորդ վլոգում։ Մաչիկներ եմ անում, մինչ հաջորդ տեսանյութ։